Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկման ընթացքում մենք կքննարկենք այնպիսի հուզիչ, լարված և անկանխատեսելի զարգացումներ, որոնք պարզապես քարացնելու են բոլորիս էկրանների առջև։ Հիվանդանոցի սառը պատերից ներս ծավալվող իրադարձությունները հասել են իրենց հոգեբանական գագաթնակետին։ Մանանն այն առաջին մարդն է, ով մոռանալով բոլոր նեղացվածություններն ու վիրավորանքները մտնում է վերակենդանացման բաժանմունք Գրիշոյին տեսակցության։ Թեև Գրիշոն անգիտակից է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Մանանը արցունքն աչքերին խոստովանում է նրան, որ անասելի մեծ ցավ է ապրում իրեն այսպիսի անօգնական վիճակում տեսնելով։ Նա անկեղծորեն ասում է, որ չնայած ամեն ինչին, ինքը շատ է սիրում նրան, սակայն հուզիչ տեսակցությունից հետո դուրս գալով միջանցք, Մանանին արդեն սպասում է իսկական հրեշը՝ Հունանը։ Վերջինս կատաղած հարձակվում է Մանանի վրա, պահանջելով ասել, թե ով է նա, որ համարձակվել է մտնել Գրիշոյի մոտ։ Բայց Մանանն այլևս առաջվա թույլ աղջիկը չէ, նա տեղն ու տեղը չափազանց կոշտ պատասխան է տալիս Հունանին։ Մանանն ասում է, որ ինքը միակ մարդն է, ով իրավունք ունի այս պահին լինել Գրիշոյի կողքին, և հիշեցնում է Հունանին, թե ինչպես էր նա տևական ժամանակ սառնասրտորեն արհամարհում ու նվաստացնում իր սեփական որդուն։ Հաջորդ առավոտյան հիվանդանոցում հնչում է սարսափելի ճշմարտությունը։ Բժշկուհին մոտենում է Հունանին ու Իննային և հայտնում ծանր լուրը։ Գրիշոյին անհրաժեշտ է կատարել չափազանց բարդ ու ռիսկային վիրահատություն, որից հետո շատ մեծ է հավանականությունը, որ նա այլևս երբեք չի քայլի և ամբողջ կյանքում կգանվի անբասայլակի։ Ծնողները հայտնվում են կատարյալ շոկի մեջ։ Նրանք ի վիճակի չեն ընկալելու իրենց լսած դաժան իրականությունը։ Իսկ Հունանը ներքուստ պարզապես ուտում է իրեն, քանի որ սրտի խորքում շատ լավ հասկանում է, որ հենց ինքն է գլխավոր մեղավորը որդու հետ պատահած այս ողբերգության համար։ Հենց այդ ճնշող պահին մոտենում է Մանանը, փորձելով պարզել, թե ինչ ասաց բժիշկը։ Հունանը իրեն հատուկ անտակտությամբ ու կոպտությամբ երեսով է տալիս բժշկուհու դաժան կանխատեսումը։ Մանանը շոկի է ենթարկվում, իսկ Հունանը, չկարողանալով զսպել իր կատաղությունը, կրկին հարձակվում է նրա վրա, որպեսզի մի լավ հարվածի։ Սակայն վերջին ակնթարթին նա հիշում է Մանանի հղիության փաստը և մի կողմ քաշվելով սպառնալից ասում է, որ եթե չլիներ այդ հղիությունը, ապա ինքը վաղուց անցել էր նրա վրայով։ Մինչդեռ իրադարձությունների մյուս կողմում Ավոն հասկանում է, որ վտանգն արդեն օրհասական է։ Նա գիտակցում է, որ որքան շատ Հունանը շփվի իր եղբոր զավակների հետ, այնքան մեծ է հավանականությունը, որ նա դիտավորյալ, որպես վրեժի զենք, կբացահայտի գաղտնիքն ու կասի, որ Վովան իրականում նրանց հարազատ եղբայրն է։ Ավոն հասկանում է, որ պետք է շտապ մի բան մտածի այս աղետը կանխելու համար, և այստեղ առաջ է գալիս մեկ այլ ճակատագրական տարբերակ։ Միգուցե Ավոն ինքը առաջ ընկնի Հունանից և անձամբ հայտնի Սարգսյաններին այդ մեծ ճշմարտությունը։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, արդյոք Գրիշոն կկարողանա հաղթահարել վիրահատությունն ու նորից քայլել, և ով առաջինը կբացահայտի Վովայի ինքնությունը Սարգսյանների ընտանիքին՝ Ավո՞ն, թե Հունանը։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանությունների բաժնում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր կարծիքը։ Եվ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք սերիալի ամենաթեժ ու սպասված զարգացումներին։ Շնորհակալություն դիտելու համար։